եթե իշխանություններին հաջողվի վերարտադրվել, այդ սահմանադրությունը փոխելու են, շատ պարզ է, Ալիևը ասել է ինչը պետք է փոխել։ Դա պայմաններից մեկն է, ընդ որում այդ խաղաղության պայմանագիր կոչվածը, որ պետք է իբր թե ստորագրեն, պայմաններից մեկը դա է, որ սահմանադրությունը պետք է փոխել, այնտեղից պետք է հանել Արցախի հետ հղումը հռչակագրին, Արցախը եւ ցեղասպանությունը, այսինքն թուրքերը եւ ադրբեջանցիները երկուսն են շատ ուշադիր հետևում են սահմանադրությունը փոխելուն։ Այնտեղից պետք է դա հանվի, այսինքն հայ ժողովուրդը իր պատմության եւս մի էջ պետք է փակի, այսինքն ուրանա ցեղասպանությունը, ուրանա Արցախը, որը ըստ էության էլի ցեղասպանության արդյունքում արցախցիները հայտնվեցին Հայաստանում, եւ բավարարի թուրքերի պահանջը։ Սենց հերթով գնալու են։ Դա տենց չի լինելու, որ այդ պահանջն էլ կատարենք ու վերջ։ Այդ պահանջից հետո մի հատ ուրիշ պահանջ կասեն։ Օրինակ կասեն, որ բանականապես զինված ուժեր պետք չի Հայաստանին, Հայաստանը պետք է չունենա բանակ։ Հաջորդը կասեն, որ պետք է կրոնափոխ լինեք, քրիստոնեությունը պետք է բոլոր պետք է մահմեդական լինեք։ Հետո կասեն, գիտեք, որ դուք պետք է հավաքվեք մի մասում Հայաստանի բոլոր ամբողջ տարածքը պետք է ազատեք, որտեղ այստեղ պետք է թուրքերը լինեն։ Այնքան բաներ կասեն եւ մինչեւ որ ընդհանրապես հայության մասին որևէ մեկը այստեղ չի խոսի։ Ինչպես բոլոր այն տարածքներում, որտեղ հայերը ապրել են թուրքերի հսկողության տակ։ Չկա պատմության մեջ այտենց մի տարածք, որտեղ թուրքերն են եղել երաշխավորը ու այնտեղ հայ է մնացել։